Վերկաց եւ քայլիր դու անդամալույց չես։ Մեկ բարբարում է աստվածաշնչյան պատգամներով։ Դու մուրացիկ չես, վերկաց եւ քայլիր։ Ինձ համար Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդի է, այլև առաջնորդի իդեալական կերպար։ Մեկ վերլուծում Հիսուսի քաղաքական կերպարը որպես հեղափոխական, նույն գծի վրա նաև քաղբայմանագրինը։ Մեր կուսակցությունը, մեր քաղաքական թիմը, մեր քաղաքական առաքելությունը, հույս ունեմ ասածս կոպիտ չի, ինչի մի քանի անգամ կամ բազմիցս մեռել է եւ բազմիցս հառնել է։ Քարոզում ենք սեր, Լինում է սեր է քարոզում, ինչպես Տերը։ բայց երբ որ եկավ ժամանակը նա մտավ տաճարի տարածք եւ շուռ տվեց սեղանները։ Ինքը տաճարներում սեղաններ շուռ չի տվել, բայց մոմ է վառել, սոցցանցերում այդ նույն տաճարներից կոկիկ կադրեր հրապարակել։ Հետո կառավարական իր աթոռին վերադառնալով որոշել է խիստ, սակայն անհասցե խոսել այսպես ասած պղծված սրբությունների մասին։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Մեկ էլ մտնում ես, նայում ես, այդտեղ աղբա լցրած, այնտեղ աղբա լցրած, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատնա վերը դրել, ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ։ Վիրավորված եմ եկեղեցու փոխարեն։ Տիկին Անահիտը հաճախ է եկեղեցի գնում, ասում է որևէ տեղ ոչ ապալովկա, ոչ մահճակալ, ոչ էլ հին կոշիկ չի տեսել, այդ որ տեղ է եղել Փաշինյան-Հակոբյան զույգը, պարզ չէ։ Ոչ մի եկեղեցու, նույնիսկ այն գյուղերի ամեն այդ փոքր մատուրներում ես չեմ տեսել այն չուլանոց իր ասած։ Այդ բառը ես առաջ անգամ իրանից եմ լսում, չուլանոց, ես չեմ հասկանում ինչ բան է։ Ընդհակառակը իդեալական այ վերջերս էջմիածնում էի, ոնց են ասում, յուղը որ քսես կհավաքվի, շատ մաքուր էր, խնամված բոլոր եկեղեցիները, ես ասում եմ, նույնիսկ այն ամենափոքր մատուրները։ Բոլոր տեղերում համատարած այս վիճակն է, բոլոր տեղերում, խնդրում եմ գնացեք ստուգեք։ Վարչապետի վերջին այցերը հոգևոր վայրեր համենայն դեպս հրապարակված կադրերով Սյունիք ու Տավուշ են։ Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը կարծում է, երկրի ղեկավարի այս բառապաշարը նսեմացնում է սրբությունը, խաթարում պետություն եկեղեցի փոխադարձ հարգանքը։ Որպես Սյունյաց թեմի առաջնորդ վստահեցնում եմ վարչապետին, որ մեր եկեղեցական կյանքը ոչ միայն չի չուլանանում, ընդհակառակը հոգևոր զարթոնք է ապրում։ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը խայտարակություն է համարում այնինչ հայտարարեց վարչապետը։ Կառավարության նիստի ժամանակ երկրի գլխավոր ցավագարը ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այս անգամ Սուրբ եկեղեցին որակելով չուլան։ Փաշինյանը ԿԳՄՍ-ին հանձնարարեց ստանդարտներ սահմանել հուշարձանների համար։ Արշակ Սրբազանը սա գնահատելի է համարել։ Նրա խոսքով գործող վարչապետը վերջապես ընկալել է հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության գործում իր ու իշխանության պատասխանատվությունը, բայց նույնիսկ այստեղ Սրբազանն ասում է, խանգարել է նորաձև հռչակված կրթության պակասը։ Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերում։ Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները։ Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրները։ Էլի բազմաթիվ հոգևորականներ ու քաղաքացիներ են վրդովվել ու արտահայտվել Փաշինյանի ձևակերպումներից հետո։ Կառավարական ընտանիքը սակայն իրավիճակը մեղմացնելու փոխարեն ավելի հեռուն գնաց։ Facebook-յան հայոյախառն գրառումներով եկեղեցականներին էլ կուսակրոնության ուխտը խախտելու, էլ մանկապղծության, էլ աշխարհի վերջին մեղքերի մեջ խառնելով։ Հոգևոր զգացմունքներով պարբերաբար կիսվող ընտանիքն այս անգամ մոռացել է ժուշկալության падգամը, թե անտեսում է, դարձյալ պարզ չէ։ Երևանի փողոցներում մարդիկ կարդում են ու տարակուսում։ Այս մեխի գրեղ, ինչ ասեմ, չգիտեմ, շատ ցավալի է, որ մենք այսպիսի ղեկավար ունենք, շատ։ Նվազագույնը տհաճ են այս խոսակցությունները, ասում են մարդիկ, որ դժվարանում են բառեր գտնել։ Օրվա թեման վարչապետական ընտանիքից հատում է բոլոր կարմիր գծերը։ Ինձ թվում է մեկնաբանությունից դուրս է։ Տխուր իրավիճակ է։ Բան չեմ կարող ասեմ։ Իշխանությունը կգա էլ կգնա էլ, ասում են մարդիկ։ Եկեղեցին արժեք է, որ մնալու է։
Կարծում եմ, որ ինքը ինչքան շուտ հեռանա, այնքան եւ ժողովրդի համար լավ եւ իր համար լավ։ Այլապես իր պատասխանը շատ ցավոտ կարա լինի։ Մեր սրբազան պարտը հարգել եկեղեցուն։ Եկեղեցին ընդհանրապես սրբավայր է իմ կարծիքով։ Եվ սրբավայրը չի կարելի կեղծել։ Եկեղեցին պետք չի թիրախավորել։ Ամբողջ աշխարհին հայը ոտքի կանգնացրեց, հայը կուլտուրա, մշակույթ, արվեստ, գիտություն, ամեն ինչ սովորեցրեց, բացի մի հատ հոգեկան հիվանդ չեն կարողանում ձերբազատվել դրանից։ Գրառումներից հետո վարչապետը թերևս վրդովված, տարակուսած, զայրացած օգտատերերի արձագանքներին ծանոթանալու ժամանակ չունի։ Մարզերում է սիրելի ժողովրդի հետ հերթական հանդիպումներին։ Որ կակատան չես լաց, չէ։ Խոստանում ես։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայելյան, Էպիկենտրոն։